Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի եւ Օմանի քաղաքացիների համար Հայաստանը վերացրեց մուտքի արտոնագրերի անհրաժեշտությունը։ Վիզային ազատ ռեժիմ կսահմանվի նաեւ այն անձանց համար, որոնք այդ երեք երկրներում, նաեւ Միացյալ Արաբական Էմիրություններում եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ունեն կացության իրավունք կարգավիճակ։ Անհրաժեշտությունը այս փոփոխությամբ հիմնավորվում է տնտեսական նկատառումներով։ Ակնհայտ է, որ այս փոփոխությամբ մենք կհեշտացնենք եւ մարդկանց այցելությունը մեր երկիր եւ մարդկանց միջև, այսինքն մեր քաղաքացիների հետ շփումները, ինչպես նաեւ կմեծացնենք ներդրումային գրավչությունը։ Ուզում եմ ավելացնել նաեւ, որ մի շարք այլ երկրներում, հարևան երկրներում, ովքեր ունեն որոշակի տնտեսական զարգացվածության մակարդակ, արդեն իսկ նման ռեժիմ ունենք, այսինքն արտոնագրային ռեժիմ չունենք։ Գործադիրը հաստատեց քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Հայկ Սարգսյանի առաջարկած օրենսդրական փոթեթը, որի վերաբերյալ կառավարությունը ունի առաջարկներ ու դիտողություններ։ Падգամավորն առաջարկում է սահմանել 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինծառայություն անցնելու հնարավորություն, 1 ամսով ծառայության անցնելու դեպքում 20, 6 ամսվա դեպքում 15 միլիոն դրամ պետբյուջե վճարելու պայմանով։ Առաջարկվում է պարտադիր զինծառայություն անցնելու առավելագույն տարիքը 27-ի փոխարեն նախատեսել 37 տարեկան։ Առաջարկվում է նաև մինչև 18 տարի լրանալը, մինչև Հայաստանի քաղաքացիություն ստանալն այլ պետությունում զինծառայություն չանցած կամ 1 տարուց պակաս ժամկետով ծառայություն անցած քաղաքացիների համար 24-ամսյա ծառայության ժամկետը փոխարինել 12 ամսով։ Այդ ժամկետով ծառայության չզորակոչվելու դիմաց նախատեսել 2.5 միլիոն դրամ վճարելու պարտականություն։ Առաջարկվում է նաև մինչև 16 տարին լրանալը Հայաստանի քաղաքացիությունից դուրս գալու համար արական սեռի քաղաքացիների դիմումի պետտուրքը սահմանել 15 միլիոն դրամ։ Նախարարը ներկայացրեց իրենց առաջարկները։ Կրճատ ժամկետով ծառայությունը սահմանել 1 ամսվա դեպքում 24 միլիոն դրամ եւ 4 ամսվա դեպքում 18 միլիոն դրամ։ Յուրաքանչյուր զորակոչի հայտարարման մասին կառավարության որոշման մեջ սահմանել տվյալ զորակոչին համապատասխան կրճատ ժամկետով ծառայություն անցնելու դիմումների առավելագույն քանակը եւ դիմումների ներկայացման կարգը։ 37-ի փոխարեն գործադիրը առաջարկում է պարտադիր զինծառայության առավելագույն տարիք նախատեսել 32 տարեկանը, պաշտպանության մասին օրենքում նախատեսել մինչև 16 տարին լրանալը արական սեռի քաղաքացիների պետության նկատմամբ 15 միլիոն դրամի հանրային իրավական դրամական պարտավորություն։ Նախկինում հնարավորություն ունեցող բազմաթիվ քաղաքացիներ, իսկ այդ թիվը հազարների մասին է, ես ազգային անվտանգության նկատառումներից ելնելով կոնկրետ թվեր չեմ նշի, բայց այսօր Հայաստանում շատ ծնողներ իրենց երեխաներին զրկում են Հայաստանի քաղաքացիությունից, որպեսզի նրանք չծառայեն հայոց բանակում։ Կետերից մեկը 4-րդ կետը վերաբերում է դրան։ Այսինքն սա մեծ հնարավորություն է տալու, որ այն քաղաքացիները, ովքեր անվտանգությունից ելնելով, որդու անվտանգությունից ելնելով, փորձել են տարբեր ճանապարհներով բանակից ազատվել, ունենան հնարավորություն իրենց որդուն բոլորի հետ հավասար մեր զինված ուժերում գոնե կրճատ ժամկետով ծառայության ուղարկելու։ Նախարարի խոսքով առաջարկները քննարկվել են նախագծի հեղինակ падգամավորի հետ։ Փաթեթը առաջիկայում կմտնի խորհրդարանի օրակարգ։ Ես ճիշտ եմ հասկանում, որ կառավարության կողմից ներկայացված առաջարկությունների մեկ սկզբունքային առանձնահատկությունն այն է, որ յուրաքանչյուր զորակոչի դեպքում կառավարությունը համապատասխան սահմանաչափ կհայտարարի եւ սա նաեւ թույլ կտա գնահատել այս միջոցառման արդյունավետությունը կամ կառավարել այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ նման շատ զգայուն, ինչպես դուք նշեցիք, եւ էական փոփոխությունների պարագայում։ Այս կետը մեզ համար սկզբունքային էր այն առումով, որ չնայած բարեփոխումը նպատակ ունի զորակոչիկների թիվը ավելացնել եւ տարբեր ճանապարհներով զորակոչից խուսափելու հնարավորությունները սահմանափակել, ընդհուպ ամբողջությամբ արգելափակել, որպեսզի այն գումարները, որոնք տարբեր ուղիներով հոսում են տարբեր տեղեր, դրանք մտնեն պետական գանձարան եւ նույն ժամանակ մեծ հնարավորություն տան մեծացնելու պրոֆեսիոնալ բանակի հնարավորությունները եւ թվականակը։ Այն ժամանակ էր, որ մեր կողմից ընդունվեց Պաշտպան հայրենիաց ծրագիրը, որը ենթադրում է, որ այն ժամկետային զինծառայողը, որը 5 տարով պայմանագիր կկնքի Պաշտպանության նախարարության հետ, ծառայությունից հետո կստանա նաև 5 միլիոն դրամ պարգևավճար։ Եվ այստեղից էլ այս թվերը, խոսքը վերաբերում է 18 եւ 24 միլիոն դրամ կառավարության առաջարկությունների, որը ենթադրելու է, որ հնարավոր կարճ ժամկետով ծառայելու պարագայում, երբ գումար կվճարեն պետական բյուջե, դրա միջոցով մենք կարողանանք 5 տարի շարունակ երկու պայմանագրային զինծառայողի
եւ աշխատավարձ վճարել եւ նաեւ վճարել այն 5 միլիոն դրամ պարգևավճար, որը ստանձնել է կառավարությունը։ Յուրաքանչյուր զորակոչից առաջ կառավարությունը կսահմանի, թե ինչ թվով երիտասարդներ կարող են օգտվել այս հնարավորությունից։ Այս առաջարկով ըստ Սուրեն Պապիկյանի բոլոր հնարավոր ռիսկերն ու մտահոգությունները փարատվում են, դառնում կառավարելի։ Ճիշտ եմ հասկանում, որ մենք սահմանում ենք 3 ժամկետ ծառայության համար պարտադիր, 24 ամիս, 4 ամիս եւ 1 ամիս։ Եվ եթե այո, նաև ուզում եի հասկանալ, ինչի հենց 1 ամիս եւ 4 ամիս, ոչ թե 6 ամիս եւ 12 ամիս օրինակ։ 24 ամիսը օրենքով սահմանված Հայաստանի քաղաքացու պարտավորություններն են, իսկ կրճատ ժամկետները վերաբերում են, դուք ճիշտ նկատեցիք, 1 ամիսը նվազագույն պատրաստության համար, որպեսզի քաղաքացին տիրապետի օգտվել զենքից եւ տարական զինվորական կանոններ, որովհետեւ այս երիտասարդները, ովքեր այդ հնարավորությունը կստանան, միևնույնն է գրանցվելու են պահեստազորում, ի տարբերություն զարտուղի ճանապարհով ազատվող այլ քաղաքացիների։ 4 ամիսը դա ուսումնական զորամասի չափականակն է, որտեղ պիտի անցնեն ուսումնական process, այսինքն ովքեր կօգտվեն այս ծրագրից, ուսումնական զորամասից զատ այլտեղ ծառայություն չեն իրականացնելու։ Հաստատվեց մթնոլորտային օդի պահպանության 2025-30 թվականների համալիր միջոցառումների ծրագիրը։ Ըստ նախագծի առաջիկա 5 տարիներին պետք է ձեռք բերվեն օդի մոնիտորինգի անշարժ կայաններ, շարժական դիտակայան, քիմիական լաբորատորիան կվերազինվի օրգանական աղտոտիչների կամ փոշու մեջ ծանր մետաղների ավելի ճշգրիտ տվյալներ ստանալու համար։ Օրենսդրությունից մինչև վարչարարության խստացում նախարար Սիմիդյանը նշեց նախատեսվող միջոցառումները կհիմնվի նաև ռեֆերենս լաբորատորիա։ Երևանում օդի աղտոտվածության վերաբերյալ տարբեր միջոցներով տվյալներ ենք ստանում, որոնք գործածության մեջ անգամ միջազգային ստանդարտներով հաստատված չեն, բայց ամեն դեպքում նման լաբորատորիան մեզ նաև կօգնի այս սարքերի ճշգրտությունը եւ մեր ձեռք բերված սարքերի շարունակական ճշգրտությունը ապահովել։ Մոտ 714 միլիոն դրամ հատկացվեց 15 համայնքի 33 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար։ 2025-ին կառավարությունը արդեն համաֆինանսավորել է 5 միլիարդ 46 միլիոն դրամի սուբվենցիոն ծրագրեր։ Մայա Խաչատրյան, լուրեր։